Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին մարտի 27-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում մարտի 27-ի ցերեկը 28-ին ապրիլի 1-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, մարտի 29-ից 31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 27-ի ցերեկը 28-ին ապրիլի 1-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Մարտի 29-ից 31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին հյուսիս-արևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան արագությամբ։ Մարտի 29-ից 31-ին ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ից 29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփան-Ցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են նաև մեր քաղաքը դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին, այժմ այլ կարևոր լուրեր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ ճանապարհի խճապատում։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր հրավիրում է Հրատապ մամուլի ասուլիս։ Ըստ նրանց, հրապարակումների այն կապված է վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես քաղաքացիների ազատ կամաարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանման։ Ասուլիսը տեղի կունենա այսօր, մարտի 27-ին ժամը 14:30-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա։ Ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով, ասված է կոմիտեի հրապարակված հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրառում է. «Արել փաստորեն Գյումրիում դեռ կան արկածախնդիր հայրենավաճառներ, որ փորձում են
փողով քաղաքացու քվեն ստանալ, մի կապ փայտով երեխաների ապագան գնել։ Մեկ այլ տականք էլ համարձակվում է Գյումրեցուն հայհոյելով ու սպառնալով ձայն ստանալ։ Միանշանակ է, որ իրավապահները պետք է գործեն օրենքի ողջ խստությամբ, և միանշանակ է, որ թասիբով գյումրեցին մարտի 30-ին պետք է գրողի ծոցն ուղարկի բոլոր այս մարդկանց վերջնականապես և ընդմիշտ։ Գյումրու քաղաքացիական պայմանագիր ավականու անդամ թեկնածու Անժելա Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ գումարի չափից կամ այլ նյութական արժեքից, դա չի կարող արժանալ մեր ձայնից ավելին, քանի որ մեր ձայնով մենք որոշում ենք մեր համայնքի ապագան և զարգացումը։ Ընտրակաշառք բաժանելով դուք վաճառում եք ոչ միայն ձեր սեփական կամքը, այլ մեր երեխաների ու ընտանիքների բարեկեցությունը»։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունը լսելուց խորը հիասթափություն ապրեցի։ Այն, որ ընտրակաշառք բաժանելը քրեորեն խստիվ պատժելի արարք է, որը պետք է ստանա թե իրավական և թե հստակ քաղաքական գնահատական, քննարկման ենթակա չէ, բայց ձայնագրության մեջ լսվում է քաղաքացու խոսքը, երբ ասում է իբր ընտրելու է նրան, ով իրեն փող կտա։ Ժողովուրդ ջան, գյումրեցի ջան, դիցուք դուք փողը վերցրեցիք և գնացիք ընտրեցիք մի մարդու, ով եկավ և հաջորդ օրը սկսեց թալանել մեր քաղաքը, իր բաժանած փողի մի քանի պատիկը հետ բերելու և հարստանալու համար։ Բա գյումրեցիներ, այստեղ ապրող, աշխատող, կառուցված քաղաքակիրթ պայմաններ և միջավայր ցանկացողները ձեր այս հիմար արարքից տուժողներն ինչ անեն։ Խստորեն դատապարտում եմ և պահանջում, որ ենթադրվող հանցագործները պատասխան տան օրենքով սահմանված կարգով»։